Մի անգամ ուրեմն Փափազը շատ հետաքրքիր բան ասաց։ Վահրամ Փափազյանը։ Վահրամ Փափազյան։ Ասում է, թե դերասանը լեգենդ չի ստեղծում, ինքը պատմությունում կորում է։ Ну, ես բան չեմ ասում, այն միտքը, որ ինքը տանում էր։ Իհարկե լեգենդը կառուցվում է։ Եվ առանց դրան արվեստ գոյություն չունի։ Եթե չլինեին լեգենդները, չէր լինի եւ պատմությունը։ Եթե չլիներ պատմական լեգենդները, չէր լինի իրականություն այսօրվա։ Իսկ ինչ պատմեմ։ Սուս Սարգսյանի պատմել, Խորենից Աբրահամյան։ Այդքան են պատմել, բան։ Ինչ պատմածներից, այն ոչ հայտնի պատմություններից։ Ինքը շատ միամիտ մարդ էր։ Մի անգամ ասեցի, սոս ասեցի, լորեցիները շաշ են, չէ։ Այդա, ինչ շաշ է, միամիտ են։ Ես էլ ասում եմ, սոս ջան, մեծ մարդ հետ, որ միամիտ է, ուրեմն շաշ է։ Իրանը չէր կարետ, միամիտ լինելը։ Այդ ծուրդ ու մութ տարիներին մի անգամ ուրեմն Ըրգեցինք իրան այդ էլեկտրոցանց, որ ասեցինք գնա բան արա էլի, ասա գունե մի ժամ ավելացինք, այսօր պրեմիերա է, գունե հանդիսատեսը այդ լույսի մեջ գնա էլի տուն, գունե այդ լույսը մնա էլի ներկայացումից հետո։ Գնաց շատ լուրջ, հետո մի ժամից եկավ, ասում ենք, հա ինչ եղավ էլի, ինչ եղավ, ասում է, դե զանգ տվեք, там какой-то Քաղցյան ես, вот ему позвоните, իբր թե մեծ բա, որը Քաղցյան, զանգ ենք տալես մենք, Քաղցյանին կարելի է, իր աղջիկների միջած է ժամանակ տնօրենը ինքը զանգ տվեց, նրանք ասեցին, Քաղցյան ախր, դենց մարդ չկա, այն մարդ ասեցի, սոս ասեց նկատ ուներ քաղաքային ցանց, ընդ կրճատել են, ինքն Քաղցյանց է ասել, ասի քաղաքային ցանց զանգ տվեք, դենց էլ եղավ, այ ինքը, մի վարկյան չկար, որ ինքը չկարդար, հենց մի քիչ ազատվում էր, ակնոցը հագնում էր ու անջատում էր, ասում ենք, սոս, պրիոմ, խորանում էր ընթերցանության մեջ, այդքան մարդու է օգնել, այդքան մարդ է ինքը փրկել, ուրեմն իրանք ֆոնդ ունեին, սոսի ֆոնդը ներել է, սիգարետներ էին ստանում պաչկաներով, ես սիգարետը սարքում ենք թութուն էինք, մեզ նվիրել էին, բերդում նվիրել էին, այդ թութունից սիգարետներ էինք անում ու ծխում ենք, իսկ ինքը այն սիգարետներին ձեռ չէր տալ, այդ տենց էր ապրում, այդ դա է նշանակում, մտավորական, ոչ մի կոպեկ ինքը ուրիշի չէր վերցնի, բայց օգնում էր, ես հիշում եմ ուրեմն մի հատ մարդ էր եկել, թե երեխու ծնունդն է, նվեր ա ուզում առնի երեխուն, ինք ասում է հետո կվերադարձնի, հետո ասում է կվերադարձնի, ասի լավ էլի, տեսել ենք շատ են վերադարձրել, իսկապես շատ, ու այդ փողը տվեցինք, ես մարդը կորավ, բայց մի դեպք եղավ, ուրեմն Արցախից կին ու երեխա հայեր, բայց Ռոստովից էր, եթե չեմ սխալվում, ոչ եմ գնացինք իր համար տոմս առանք, ուղարկեցինք, հետը ինչ-որ բան տվեցինք, որ ինքը գնաց, այդ միակ մարդն էր, որ վերադարձավ, Ռոստովից մի 4 տարի հետո եկավ շնորհակալություն հայտնելու,
սոսանենց երջանիկ էր, որտև գիտեք ինչա ճիշտ է չենք սպասում, բայց դա ուզիչ է, երբ որ մարդը շնորհակալ է լինում, ես միշտ ասել եմ հայր ասում են չէ, լաություն արա ու ջուրը կճտի, այդ պրինցիպով ենք ապրում, բայց երբ որ ջուրը չես գցում, հետադարձ շնորհակալություն է ստանում, շատ է գոհացնում, հետը ուրախացնում էլ է նույնիսկ էլի։ Ընդհանրապես գոհունակությունը, երախտագիտությունը ես համարում եմ բազային ամենահրաշալի զգացողություններից ամենակարևոր մի բան։ Իհարկե, ինչ-որ կապ պետք է լինի էլի, եթե դու որպես մարդ ես վերաբերվել իրան, ինքն էլ պետք է որպես մարդ շնորհակալ լինի։ Ես չեմ սիրում մարդկանց, որ անշնորհակալ են, կամ մոռանում են ինչա արված։ Դա համարյա դավաճանություն է, գիտեք, անշնորհակալ մարդը դա համարյա դավաճան է, որտեղ դավաճանները հիմնականում եղել են անշնորհակալ մարդիկ։ Օրհնանքով էլ կարելի է շնորհակալ լինել, վերջո հիշել այդ լավ գործը, դա արդեն շնորհակալություն է, միշտ չի որ հենց վարձատրություն լինես հենց այդ չափով, բայց կարող ես ուրիշին անելով որևէ ձևով։ Պարոն Գասպարյան, ինչի կարիք ունի մեր երկրում վաստակաշատ մարդը, տարիքով մարդը, որ արդեն աշխատանքային թոհուբոհից այսպես ազատվել է ու մի քիչ անցել է հանգստի։ Ինչ է ամենաշատը պետք նրան։ Այդ լավ ասեցիր, հանգստություն է պետք, բայց ակտիվ, որովհետև եթե մարդը ոչինչով չի զբաղվում, նա արդեն մեռած է։ Սուս ամենածանր ժամանակ սկսեց գրել։ Երբ որ ասենք թե շարժվելը դժվար էր իրան հետ կամ նա սկսեց անիմուտ գրել եւ շատ հետաքրքիր գրեց։ Ես հիշում եմ ու ասեց գրողներից էր մեկ ասեց այ լավագույն տասնյակի մեջ է մտնում մարդը որպես գրող։ Այսինքն այլի գործում էր։ Հանգստությունը մենք կունենանք երկար։ Իսկ ես երկրում, իսկ ես եթե դու ապրում ես, դու պետք է գործես։ Արարես։ Առանց դրան անիմաստ է օդը փչացնել։ Նենց որ ես կարծում եմ, որ տալ հնարավորություն, օրինակ գիտիսում, Շեպկինսկիում, Շուկինսկիում ռեկտորները մինչև կյանքի վերջ էին աշխատում։ Իսկ ստասում են 60-ը լրացավ արդեն վերջ, այն չի վերջ է մարդ։